1794 թվականի հոկտեմբերի 14-ին տպագրվել է հայկական առաջին պարբերականը Ազդարարը։ Ազդարարը հրատարակվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Ամսագրի հիմնադիրն էր քահանա Հարություն Շմավոնյանը։ Պարբերականը թողարկվել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում լույս է ընծայվել 18 համար կամ ինչպես անվանում էին տետրակ, յուրաքանչյուրը մոտ 50 էջ։ Հրատարակումը դադարեցվել է նյութական դժվարությունների պատճառով։ Ազդարարը տպագրվել է գրաբարով, մասամբ հնդկահայ եւ նոր ճյուղայի բարբառներով։ Ազդարարը գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդեսեր եւ արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրական խնդիրներին։ Տպագրել է նաեւ բարոյախրատական բովանդակության բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ։ Իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ Շմավոնյանը թղթակցություններ է ստացել Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր է տպագրել Երևանից ու Շուշիից։ Ազդարարի թողարկումը վերսկսվել է 2007-ին Կալկաթայում ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող Ազդարարի խմբագիրն է Մարտին Սարգսյանը։ 1967 թվականի հոկտեմբերի 14-ին մահացել է Ստեփան Զորյանը։ Հայ գրող, արձակագիր Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում։ Նախնական կրթությունը ստացել է Զաքար Վարժապետի գաղտնի դպրոցում, ապա ընդունվել ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարան։ 1906 թվականին մեկնել է Թիֆլիս Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով, սակայն նյութական ծանր վիճակը հարկադրել է աշխատանքի անցնել տպարաններից մեկում որպես սրբագրիչ, այնուհետև Սուրհանդակ թերթում որպես թարգմանիչ։ 1920 թվականին եկել է Երևան։ 5-6 տարվա ընթացքում լույս են տեսել ցանկապատ, Հազարան բուլբուլ, Ծովանը, Պատերազմ, Խնձորի այգին ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը 1939 թվականին գրել է Մի կյանքի պատմություն վեպը, պատերազմի տարիներին Պապ թագավորը, հետպատերազմյան շրջանում Հայոց Բերդը եւ Վարազդատ վեպերը։ Ողջանվել է 1967 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Զորյանի գրական վաստակի մասն են կազմում նրա թարգմանությունները։ Զորյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են Ջրհորի մոտ, Հեղկոմի նախագահը, Խնձորի այգին, գեղարվեստական կինոնկարները։ 1986 թվականի հոկտեմբերի 14-ին ծնվել է Իվետա Մուկուչյանը։ Երգչուհի, մոդել եւ դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան ու ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժին, մասնակցել Հայ սուպերստար հեռուստանախագծի 4-րդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին L Style ամսագիրը նրան ճանաչել է ամենացանկալի հայուհի։ 2016 թվականի մայիսին Love Wave երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին, որը անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Եզրափակչի քվեարկության արդյունքում նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ 2016 թվականին Մուկուչյանը նաև արել է իր դերասանական առաջին քայլերը, նկարահանվելով Փախիր կամ ամուսնացիր ֆիլմում։ 1926 թվականի հոկտեմբերի 14-ին լույս է տեսել Վիննի Թուխի մասին առաջին գիրքը։ 90 տարի առաջ այսօր Լոնդոնում լույս է տեսել Վիննի Թուխի մասին անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը։ Վիննին հայտնի է գրեթե ողջ աշխարհում եւ համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը։ Ալան Ալեքսանդր Միլնը հաճախ էր իր ստեղծագործությունների հերոսներին անվանում իր որդու խաղալիքների անուններով։ Վիննի Թուխի անունն էլ բացառություն չէ։ Խաղալիքը Վիննի էր կոչվել 1920-ական թվականներին Լոնդոնի կենթանաբանական այգում պահվող Վիննի Պեկարչի անունով։ 1947 թվականի հոկտեմբերի 14-ին ամերիկացի օդաչուն իր թռիչքով գերազանցել է ձայնի արագությունը։ Ամերիկացի օդաչու Չարլզ Յեգերը դարձել է առաջին մարդը, ով հորիզոնական թռիչքով գերազանցել է ձայնի արագությունը, դրանով իսկ մեծ ներդրում անելով ռազմական ավիացիայի եւ տիեզերագնացության զարգացման գործում։ Նրա ավիացիոն կարիերան շարունակվել է ավելի քան 60 տարի։ 1953 թվականին ռեժիսոր Ժոզեֆ Վոն Ստերնբերգի օդաչուն ֆիլմի նկարահանումներին Չարլզ Յեգերը Bell X-1 ինքնաթիռով բազմաթիվ էֆեկտիվ ավիատեսարաններ է ապահովել։ Ձայնային արգելքի հաղթահարման պատմության եւ մասնավորապես Չարլզ Յեգերի կյանքի մասին պատմում է Ֆիլիպ Կաուֆմանի Ճիշտ անձնակազմ ֆիլմը, որը 1984 թվականին 4 Օսկար է նվաճել։